Բարև ձեզ։ Մի հատ լսենք։ Ներից մեկն էր բարձրաձայնեց սահմանամերձ գյուղերի դատարկման խնդրի մասին, որին Սերժ Սարգսյանն ուշագրավ պատասխան տվեց։ Մի քիչ ճիշտ չի նախընտրական փուլում այսպիսի բաների մասին խոսելը։ Ես այդպիսի մեծ խնդրեմ չեմ տեսնում, գիտեք, երբ որ խոսում են լեռնային գյուղերի մասին, խոսում են դատարկվող գյուղերի մասին։ Չգիտեմ այդ խնդրեմը ինչքան է ակտուալ, որովհետև մարդը այսօր ապրելիս լինի գյուղում թե քաղաքում, ուզում է կյանքի համար լավ պայմաններ, հարմարավետ պայմաններ։ Եվ եթե այսօր հարթավայրում կամ մոտիկությամբ կամ մի գյուղ, որտեղ ապրում են 5000-6000 մարդ, որն ապահովված է խմելու ջրով, ոռոգման ջրով, գազաֆիկացված է, ինտերնետը հասանելի է, դպրոցները վերանորոգված են, մանկապարտեզ կա, ես կնախընտրեի, որ 3-5-7 կիլոմետր վերև ապրող 10-12 ընտանիքը իջներ այդտեղ այս մի գյուղում ապրեր, երեխային ուղարկեր կարգին նորմալ դպրոց, մինչև կկարողանանք ձեռներներս կհասնի եւ այն վերևի գյուղը գազ կքաշենք կամ դպրոց կկառուցենք։ Պրոբլեմները այնքան շատ են, որ այդպիսի բաների մասին մտածելը դեռևս շատ վաղ է։ Այսինքն եթե Երևանի դպրոցը չի ջեռուցվում, մենք ինչ հնարավորություն ունենք գնանք սահմանամերձ գյուղում այնպիսի պայմաններ ստեղծենք, որ մենք վեր գնանք այնտեղ ապրենք։ Մենք պետք է կենսական խնդիրների մասին առաջին հերթին մտածենք, կենսական։ Ռուսերեն մի հատ բառ կա, նիկչոմնի։ Ինչքան մարդ պետք է անտաղանդ լինի, որ նման արտահայտություն անի։ Պետությունն այդ ընտանիք է։ Վերցնենք մի հատ փոքր ընտանիք։ Տան տղամարդը պետք է ինչքան նիկչոմնի լինի։ Որ ասեմ իջև ձեռքերս այդտեղ հասնի եւ այլն, եկեք սաղս լցվենք մի սենյակի մեջ։ Չօգտագործենք այդ սենյակները։ Բայց զատո նստած հարևանի սենյակներից եք խոսում, պաթոսա խեղտանում։ Մարդ ինչքան պետք է լարի ծնգած լինի, էշի ծնգած։ Այդ հենց էշից իջել եք, դարել եք ղեկավար, հիմա էլ պոռոթախոսությունով եք զբաղված։ Թե բա Նիկոլը սխալ քաղաքականություն ա վարում, այդ ձեր հետ եք համեմատվում նոր տենց եզրակացություններ հայտնում։ Այդ ձեր ընտանիքի պապաների պատճառով է, որ ազգը պապայա փնտրում։ Կամ ռուսի տակ մտնի, կամ եսիմոն տակ մտնի, որտեղ սաղ կյանքը պապա չի տեսել։ Նորմալ հեր չի ունեցել տան մեջ։ Դրա համար էլ ձեր քաղաքականությունը միայն պարկելու մասին է։ Ուն տակ պարկեք, որ մի բան փոկեք, որովհետև ինքնուրույն ստեղծելու անընդունակ եք։ Դե դրա համար էլ դրել ես ասում ես փողեր ամասխում էլի, գյուղերում բան է սարքում, ճանապարհներ է սարքում, մեկ էլ դպրոցներ է կառուցում։ Հոբա, սխալ բան անում։ Ասма գերադը ասում եմ հարթավայրում, որտեղ որ դպրոց կա, հարմարություն կա, այն գյուղի ժողովուրդը իջնեն ընդ է։ Մինչև որ կսարքի, էշ մի սատկի գարուն կգա։ Բա այս ժողովուրդը դու եփ էիր вообще սատկելու, որ այս ժողովուրդը մի հատ հույս ունենար էլի, եթե հեղափոխությունը չլներ։ Խաչա դու սատկեիր, քո նման մի հատ անմաս ուներ գալու, քո ձախ ձուն էր գալու։ Չեմ կարում սկի Երևանը ջերուցեմ, ուր մնաց ընդ է ջերուցեմ, բա ինչ ոտերից համար էիր դու նստած այդքան տարի, կենսական խնդիրները պետք է լուծեին, կենսական խնդիրները ձեր հարստացումներ, չէ՞։ Ձեր սեփական կենսական խնդիրները լուծելն էր։ Այս սա էր ամենամեծ խնդիրը մեր հայ ժողովրդի, որ դուք սկի գաղափարել չունեիք, թե այդ խնդիրները ոնց լուծեիք, որովհետև դու որ նայում ես շրջապատդ, դու որ կապույտ գույն ես փնտրում, դու մենակ այդ կապույտն ես տեսնում։ Եթե դու կարմիր կամ կարիճնեվի գույն ես փնտրում, դու մենակ այդ գույներն ես տեսնում։ Եթե դու փնտրել ես ոնց թալանես, դու ոնց կարայիր տեսնեիր այդ ճանապարհակարտեզը, թե ոնց զարգացնես պետությունդ։ Տոսկի ворել չունեիր, որ էդի անեիր։ Հասկացար, դրա համար հիմա սաղը, այսենց աբիժնիկ, չասեմ ինչ կպած, դաշնակ կպած, ծանր եք տանում, որ Փաշինյանը հելավ սաղի ծալեց, մի հատ օլոմբա արեց, ու հիմա վիզ դրած ամեն ինչ կառուցում է, որտեղ այդ մարդը ուղիղ նայում է ու փնտրում է հնարները, ոնց երկիրը զարգացնի, այ օլոխ։ Չգիտես այդ խնդրեմը ինչքան է ակտուալ, մարդը ուզում է կոմֆորտնի ապրի, բա քեզ դրել են տավարի ցավ, որ դու այդ կոմֆորտը ստեղծես այդ մարդկության համար։ Դրա համար հիմա ճորթվում լոճվում, որ այդ նույն կոմֆորտը գյուղերում ստեղծվում է մարդկության համար։ Են դաժե են քո են թիմակիցները քո ասածից ֆրացին իրար նայեցին, տեսանաս ունես ինչա դուրս տալի։ Բա մի քիչ ճիշտ չի նախընտրական փուլում այս բաների մասին խոսելը, խի ամոթ ես անում։ Դե նախընտրական փուլի կխփի այդ մասին հիշեցնելը,
որ գյուղեր են դատարկվում, որ պետությունն է դատարկվում։ Siz բերել լցրել եք սա Երևան, մի 5 հատ նույն կառույցից բացել եք, ասենք ապահովագրականա, խանութա, չգիտեմ, տնտեսվարներ ինչ որ։ Որպեսի կոնկուրենցիա չլինի, որ ժողովուրդները ստիպված թողի գնա։ Այդ գյուղերը դա ատարկելով երբ գալիս էի 2 ղեկավար, 3 ղեկավար։ Ու հիմա էլ դրել եք Նիկոլի Մանեկոս։ Որ պետք է իրոք այդ ինչ աստիճանի պատոշ դեմք ունենա, ճուգուն, որ հենի հիմա ընդհանրապես ասպարեզում երևա։ Այս քաղաքական պոռնկության պատճառով է, որ Ռուսաստանից բռնած հայերը ասում են, դե եթե ռուսի տակ չեք պարկում, ուրեմն թուրքի տակ եք պարկելու։ Բացի պարկելուց ուրիշ բան չեն կարող խոսել։ Որտեղ ձեր նման պապաները տենց դաստիարակություն են տվել։ Էդ են ցույց տվել, որ սեփական պետությունը ոչ մի բանի ընդունակ չի, ոչինչ չունի, ոչ մի հնարավորություն չունի։ Այսինքն պետք է մնա ռուս սապոկի հույսին, մեկ էլ վրացու են նեղ ճանապարհին են շիզոֆրենիկի, որ երբ ուզում բացում փագում էր, երբ ռուսը գլխին տար, մեր դեմը ճանապարհը փագում էր։ Հիմա էլ թուրքական բենզինից եք խոսում։ Ես ավելի լավ այդ թուրքական բենզինը լցնեմ, քան թե ռուսական։ Այո, ստե պրինցիպի հարց է իմ մոտ։ Որովհետև այդ նույն թուրքին ու հային ճակատի են տվել ռուսը։ Ու իր բենզինը բերի տա քեզ, կրկնակի գնով, էշի ծնգած։ Թուրքի բենզինից ես վատանում, իսկ դու վստահ ես, որ Ռուսաստանից մենակ ռուսի բենզինն է եկել։ Այդենց վստահ ես, անալիզ ես վերցրել։ Թե վատ ես զգում, որ հիմա հայ ազգը էժան առնելու, ու ռուսի գրպանը չի գնալու։ Երբ դրանից ավելի վատ ես զգում։ Որովհետև դուք որ գնում եք Թուրքիաները տրճիկ եք տալի, ինչ որ վատ չեք զգում ձեզ։ Որ Թուրքիայում եք գտնվում։ Թուրքական շորերը հագնելուց վատ չեք զգում։ Թուրքական բենզինը վույքա, իսի արդեն դավաճանություն է։ Լուրջ եք ասում։ Իսկ հիմա անդրադառնամ Էդմոն Մարուքյանին, այդ խեստենց ծանր տարե Պետրոսի գրածից Էդմոն ջան։ Բադու մեր հարկատուների շնորհիվ ինչքան փող ես լապե, որպեսի հելնես հակապետական բաներ անես։ Գիտակցելով, որ Փաշինյանը ճիշտ է, դու մեկա այն 5-րդ Շարասյան ասեղին թել ես թելում։ Մի հատ կարելի է հարցնել ինչ իրավունքով։ Ինչ իրավունքով ես դու այդ աշխատավարձները պետությունից ստացել ու պետության համար 0 աշխատանք կատարել։ Մի հատ կարելի է իմանալ, որովհետև խի եմ ասում 0 չլներ հիմա դու քո պաշտոնին կլնեիր։ Իսկ եթե քեզ հանել են, ուրեմն դու 0 ես։ Դու ընդամենը փող ես կերել հարկատուներիս հաշվին։ Մենք ընտրել ենք այդ ղեկավարությանը, բա որ դու տենց հայ ազգին հարգող մարդ ես, քրիստոնյաներին հարգող մարդ ես, բա ես էլ եմ քրիստոնյա, բա ես հելնում եմ այդ ուղերթին։ Բայց ես գնում եմ Գարեգինի, պիղծ Գարեգինի դեմ եմ խոսում, որտեղ ես չեմ ուզում, որ մեր երեխեքը գոմիկների мот կնքվեն։ Բախի չես հելնում մեր շահերը պաշտպանում, երբ որ մեզ աղանդներ են ասում, հա? Двойные стандарты, как русские говорят, Էդմոն Մարուքյան։ Դուք որ հելնում եք sense կապիկությունով եք զբաղվում։ Դուք ընդհանրապես ձեզ եք վարկաբեկում։ Մեզ ինչ, մեր ոտերին չի։ Պետրոսը ճիշտ է անում, որ քեզ չի կանչում։ Կանչի ինչ անի։ Հենա լավ է բլբլում ես քո էջում։ Քեզ հասանելի լսարանը քեզ լսում է հերիքա։ Բավարարվի։ Ժողովուրդ ջան, ձեր բոլոր անցած տոները շնորհավորում եմ։ Ինձ ներող եղեք ստիպված մեսենջերը փակեցի, դրա համար նոր մարդիկ չէին կարողանում գրեին, որովհետև մեսենջերով այդպես էլ ժողովուրդը չթարգեց շնորհավորելը։ Բոլորիդ շնորհավորում եմ բոլոր անցած տոներով, կներեք, որ չեմ շնորհավորել այսպես, որովհետև ձայնս կտրվել էր, հիվանդացել էի։ Շնորհակալ եմ նոր տարվա գիշերվա հեքիաթի համար բոլոր կազմակերպիչներին։ Ձեզ մաղթում եմ աշխատանքային լավ օրեր, արդյունավետ տարի եւ խաղաղ տարի։ Բոլորիդ սիրում հարգում եմ, պինդ պահեք մեր պետությունը։ Ցտեսություն ձեզ։